Այսօր ես ուզում եմ էլի շարունակեմ այն կարևոր թեմայի ամենա նվիրական բանի մասին եմ ուզում խոսամ, վերստին ծնունդի մեջ եղած։ Գիտեք, երբ որ մենք խոսում ենք վերստին ծնունդի մասին, դուք հերթականությամբ երևի ուշադրություն դարձեցիք, որ Նիկոդեմոսի հետ զրույցի ժամանակ Հիսուսը ինչ է բարձրաձայնում, իրար հետ մտերիմ զրույց է, պատկերացեք, ինձ այնքան դուր է գալիս այդ մտերիմ զրույցները, որ այդ մտերիմ մթնոլորտի մեջ գաղտնիքներ է բացվում, ու մենք պետք է այդ գաղտնիքներից օգտվենք։ Շատ կարևոր գաղտնիքներ է։ Նա խոսում է Նիկոդեմոսի հետ, որտեղ Նիկոդեմոսը հետաքրքրված էր, որ այն նույն բաները, ինչ որ կատարվում է Հիսուսի կյանքում, ինքն էլ ասես թե փափագում է, որովհետև իր հարցադրումից ենք մենք հասկանում, որ ասում է ախար եթե Աստված քո հետ չլներ, այս նշանները չէր լինի։ Ու Հիսուսը այդ հարցին, այդ զարմանքին, այդ մոտեցմանը պատասխանում է հետևյալ կերպ։ Ասես թե Հիսուսը հասկանա Նիկոդեմոսի փափագը, ու Նիկոդեմոսին հարցնում է, ասում է այսպես, որ մինչև վերստին չծնվես Աստծո արքայությունը չես տեսնի։ Համար առաջին, ուրեմն բոլոր վերստին ծնվածները նրանք տեսնելու կարողություն են ունենալու Աստծո արքայությունը տեսնելու են ժամանակավոր տիրույթի մեջ եւ տեսնելու են նաեւ հավիտենական տիրույթի մեջ։ Մենք պետք է իմանանք, որ մեր աղոթքների մեջ մենք հնարավորություն ունենք տեսնելու Աստծո արքայության իրականությունը, այդ ինչի մենք պետք է համագործակցենք աղոթքի միջոցով, որ շատ բաներ տեսնենք, ինչ որ Աստված ուզում է։ Երկրորդ բանի մասին մենք տեսանք, որ երբ որ խոսում էր Նիկոդեմոսի հետ, նա ասում էր երկրորդ կարևոր բանը, որ մինչև ջրից եւ հոգուց չծնվես, դու չես կարող Աստծո արքայությունը մտնել։ Փաստորեն վերստին ծնվածները նրանք նաև մտնելու իրավունք ունեն, կարողություն ունեն։ Ջրից ծնվածը դա ֆիզիկական կյանքին է վերաբերվում, հոգուց ծնվածը դա վերստին ծնունդին է վերաբերվում։ Մենք այս երկու բանը պետք է լինի։ Մարդը մինչև չծնվի ֆիզիկական աշխարհում, նա չի կարող հանդիպի վերստին ծնունդի իրականությանը։ Դրա համար ամեն մի մարդ, որ ծնվում է այս աշխարհում եւ հետո պետքա վերստին ծնվի, որ կարողանա մուտք գործի Աստծո արքայությունը։ Հետո մենք լսեցինք, որ Հիսուսը ինչպես է խոսում Նիկոդեմոսի մեջ, ասելով, որ վերստին ծնված մարդիկ նման են քամու շարժին, որովհետև քամին որտեղից գալիս է, ուր է գնում, ոչ ոք չգիտի դրա մասին, բայց նրա ձայնը լսելի է։ Ու մենք հասկանում ենք, որ վերստին ծնված մարդիկ նրանք շարժի մարդիկ են, նրանք շարժ ու ակտիվություն բերող մարդիկ են, նրանք կյանք բերող մարդիկ են, որովհետև քամին մի քանի կարևոր բաներ անում, նա ինչ անում, փոշոտում է ակտիվացնում, նա զտման աշխատանք է անում, նա սերմերն ավելի հեռու շպրտում, պատկերացեք քամին նաև թարմացնում է եւ վերջիվերջո քամու ուժգին տեսակը նա ավերում է բերում նաեւ սատանայի գործերի մեջ։ Այնպես որ քո մեջ տորնադոյի հասկացողություն էլ կա, որովհետեւ դու վերստին ծնված մարդ ես։ Ամեն։ Հետո ինչի մասին ենք խոսում ենք, որ մենք վերստին ծնունդի մեջ դիրքը պետքա տեսնենք, ընկալենք, որովհետեւ ամենաճոխ դիրքը, որ բացում է վերստին ծնունդի մեջ, որ մենք Աստծո մեջ ենք, Աստված մեր մեջ է։ Սա այն կարևոր դիրքն է, որից ամեն բան կարելի ասել ակտիվանում է։ Ու այս 4 բաները Հիսուս ասելուց հետո նա ցույց է տալիս, անցած շաբաթ ես խոսացի մեկնարկի մասին, ոնց է դա ակտիվանում։ Ու Հիսուսը Նիկոդեմոսին ասեց, հենց որ տեսնես Աստծո որդուն բարձրացնելից, այդ բանն է, որ դու հավատաս։ Ինչպես Եսայան ասում է 53-րդ գլխում, ով հավատաց մեր լուրին եւ Տիրոջ բազուկում հայտնվեցավ։ Սիրելիներ, պետքա դու հավատաս այս լուրին։ Եթե դու չհավատաս, խաչի վրա տեղի ունեցած, որ հենց քո համար է, դու ոչ մի տեղ չես պատմի։ Երբ որ դու այս աշխարհի փիլիսոփայություններից ես սկսում ընտրել կամ ընդունել, գիտեք, մի քիչ հետ նահանջ ես ունենում, վախվորած ես ելնում։ Դու ոչ թե արդեն պատմում ես Հիսուսի մասին, թե ինչ արեք քո համար, դու արդեն վախենում ես պատմես, դա մի քիչ սիրուն չի դիտարկվի, դա մի քիչ այնպես չի, ախր մի քիչ լավ չի հնչելու էդի, ես ոնց դրա մասին խոսեմ։ Սիրելիներ, խաչի խոսքը ամենալուրջ վնասների կամ ամենալուրջ հակառակությունների ենթարկվող թեման է այսօր, որտեվ թե իսլամականներ իրանց հերթին ուրիշ բան են ասում, թե այսօր սովորական հավատացյալները նրանք արդեն խաչի խոսքից կտրված կյանքով են ուզում ապրեն, լավ կյանք են փափագում առանց խաչի միջով անցնելու։ Դա չի գործելու։ Ու Հիսուսը Նիկոդեմոսին ասում է, Նիկոդեմոս, հենց կտեսնես մարդու որդուն բարձրացնելուց, էդի հենց պահն է քեզ համար։ Այդ ինչ համար մենք անցած կիրակի համել հաղորդություն ընդունեցինք, որտեղ Հիսուս ասում է, հիշեք իմ մահը եւ հարությունը, հիշեք, ինչի հիշեք, որտեղ սա միշտ քեզ հիշեցնելու է, որ դու վերստին ծնվել ես, դա հիշեցնելու է ոչ մեկ ուրիշ բան, խաչը միշտ քեզ հիշեցնելու է, որ դու վերստին ծնվելու ես, իսկ Սուրբ Հոգին քեզ վկայելու է, որ դու դրա մեջ հաստատվես, դա շատ կարևոր է։
Բայց եկեք հիմա ամենանվիրական բանը տեսնենք վերստին ծնունդի մեջ, որ Հիսուսը ուղղում է Նիկոդեմոսին։ Այս 5 բաները մենք տեսանք։ 4 բանը մեր շարժման, մեր գործի, մեր ակտիվությանն է վերաբերվում։ Մի բանը վերաբերում է, թե ոնց է դա կյանքի կոչվում։ Եվ 6-րդ բանը, որ ուզում եմ ձեր հետ խոսեմ, դա բացում է ամենանվիրական երևույթը մեր յուրաքանչյուրիս համար վերստին ծնունդի մեջ, ու դա հոր սերն է։ Դա հոր սերն է։ Դա հոր սերն է քո հանդեպ։ Հիսուսը այնքան փափագում էր, որ դու վերստին ծնվես, որ դու հոր սիրո քաղցրությանը մասնակից դառնաս, որ որփի պես չպահես քեզ, որփի պես ման չգաս, որփի պես չմտածես, որփի զգացմունքներով չլնես տան մեջ լինելով։ Լսեք, այս շատ կարևոր է։ Հիսուսը ինչու է այդ ժողովրդի հետ այդ բաները խոսում։ Նրանք սուրբ էին, բայց ոչ թե զբաղված էին։ Այդ ժողովուրդը սուրբ ժողովուրդ էր համարվում, բայց ոչ թե զբաղված Տիրոջ համար։ Նրանք պետք է վերստին ծնվեին։ Նա ամենաառաջին ուղերձը ուղղել էր հրեա ժողովրդին, որ հրեաները վերստին ծնվեն։ Նրա ամբողջ փափագն էր, որ ամբողջ հրեա ազգը, որ կրում էր այդ բոլոր խոսքերն ու զորությունները, նրանք ընդունեին այդ որդեգրության ճոխությունը։ Իսկ այսօր մենք այդ որդեգրության ճոխությունը ունենք, բայց ասես դրա հետ ոնց որ չհամագործակցենք, Տերը ուզում է այդ բանը փոխվի իմ ու քո կյանքում։ Եկեք ուշադրություն դարձնենք, ինչ է խոսում Նիկոդեմոսը հենց բանի հետ։ Հիսուսի հետ ու Հիսուս Նիկոդեմոսի հետ։ 6-րդ բանը ամենանվիրական գանձը։ Ես այսպես վերնագրել եմ ամենանվիրական գանձը։ Ռուսերենում ոնց որ Հիսուսը կիսում է սամի սակրավենի էլեմենտը, հա։ Հայերեն որ թարգմանեցինք, հա, էսի ամենանվիրական գանձնա, որի մասին Հիսուսը Նիկոդեմոսի հետ կիսվում է։ Ու գիտեք, դա բոլորս կարելի ասել անգիր գիտենք շաբլոնի պես, բայց ոչ վերապրումի պես։ Մենք բոլորս գիտենք, որ Աստված այնպես սիրեց այս աշխարհը, որ իր միածին որդուն տվեց, որ ամեն նրան հավատացող չկորչի, այլ հավիտենական կյանք ունենա։ Մենք էսի անգիր գիտենք, աշխարհը անգիր գիտի, բայց Հիսուսը ինչ նվիրական զգացմունքներով է այս խոսքը բացում Նիկոդեմոսին, մենք սրա կարիքը ունենք։ Դու պետք է այս բանը ճաշակես, սրա մեջ բացվում է հոր սերը քո նկատմամբ, ինչպես որդի։ Նիկոդեմոս դեռ չէր հասկանում, հələ Նիկոդեմոսը պետք է վերապրում ունենար։ Ու գիտեք, ես ինչ որտեղ ես հիշում եմ մի անգամ այստեղ դրա մասին խոսալու ժամանակ պահիտակ ոնց որ տեսարան գար, զգացմունքներս փոխվեցին իմ ներսում։ Անկեղծ ասեմ, ես ոնց որ մի պահ հետ էի գնացել անցյալ, ու մի պահ ոնց որ Նիկոդեմոսի զգացմունքներն էի վերապրում։ Այն պահին, որ հանկարծ Նիկոդեմոսը տեսնում է, ոնց են Հիսուսին խաչելության տանում, ոնց է Հիսուսին ծեծում են, Նիկոդեմոսը այդ ամեն ինչը տեսել է։ Ու հենց իրան խաչի վրա բարձրացնում են, հանկարծ Նիկոդեմոսը սկսում է հասկանալ Հիսուսի ասածները։ Կարդանք այս խոսքը։ Հիսուսը ասում է ամենանվիրական գանձի մասին, դա հոր սերն է, որ պետքա բացվի վերստին ծնունդի միջոցով ինձ, ասա ինձ։ Առաջինը քեզ, որտեղ երբ որ դու վերստին ծնվում ես, առաջին այդ սերը պետքա քեզ բացվի։ Մենք ինքան հետաքրքրված ենք ուրիշներին փոխելու գործով, որ մենք մեզի չենք փոխում։ Մենք ինքներս չենք ճաշակում վերապրում, որ հələ մի հատ էլ մեկը տեսնի, որ ես փոխվել եմ, որ հետո այդ փոփոխությունը ինքն էլ ուզենա։ Ես ոնց առաջարկեմ մի բան մեկին, եթե ես ինքս չեմ փոխվում։ Դա չի գործում։ Դա չի գործում։ Հիսուս թեպետ եւ ասում է, ինչ որ ասում են, հավատացեք, բայց իրանց գործերի պես մի պահեք ձեզ։ Մի արեք։ Մենք ասում ենք, բա ինքը համ սենց բան ասում, համ էլ սենց անում։ Սիրելիներս, մի մտի այդ ծուղակը, դու պետքա որոշում կայացնես։ Տերը քեզանից ինչ է ուզում։ Դու հասկանում ես, որ դու վերստին ծնված ես։ Դու ինչ պետք է անես։ Ինչես ուրիշ տեղ է թում։ Այսինքն սատանան շատերին քաշում է ծուղակների մեջ, մենք այսպես վնասվում ենք։ Տերը մեզ ուրիշ բան է ուզում որ տեսնի։ Տեսեք, Նիկոդեմոսը ու Հիսուս զրույց են անում, ու Հիսուս այս ամենանվիրական գանձը բացում է նրա համար, որտեղ Աստված այնպես սիրեց այս աշխարհը, որ իր միածին որդին տվավ, որ ամեն նրան հավատացողը չկորչի, այլ հավիտենական կյանք ունենա։ Երբ որ ասում է իր որդուն տվեց, այս խոսքերի մեջ բացվում է ով տվեց, հայրը տվեց, ոչ թե մենակ Աստված։ Ես մի օր մի լսարանում այսպես հարց տվեցի, ասեցի Աստված բառի եւ հայր բառի տարբերությունը ինչու՞մ է։
Ու գիտեք, մարդիկ տարբեր բաներ ասեցին։ Աստված բառը ինչ է, հայր բառը ինչ է, բայց մի հատ բան էի ուզում ես լսեի, մի հատ բան։ Գիտեք, Աստված բառը մեզ համար անհասանելի հասկացողություն է, հայր բանը մեզ համար հասանելի հասկացողություն է։ Հիսուսը այդ անհասանելի մեկին, ինչպես հայրը բացում մեզ համար, որ մեզ համար ինքը հասանելի լինի։ Բայց հասանելի լինի, գիտեք, ոչ թե ուղղակի ինչպես հայր, այլ ինչպես քո հայրը։ Էսի ամենաճոխ բանն է, երբ որ ինքը քեզ համար ինչպես քո հայրն է բացվում, այն ժամանակ դու փոխվում ես։ Դու քեզ չես պահում օտարի պես, այն ժամանակ դու փոխվում ես։ Շատերի համար ոնց որ Աստված ասես օտարի պես լինի, գիտեք ինչի, որտեղ ձեր որդիական դիրքին համապատասխան չեն գործում։ Երբ որ դուք այս պահը ըմբռնեցիք, Հիսուս նվիրական գանձը բացում է այս խոսքերով, նա իր որդուն է տալիս, որ դու իր որդին դառնաս։ Նա իր որդուն է տալիս, որ իր հայրական սերը նաև քեզ համար նույն կերպ հասանելի լինի, ոնց որ իր որդու համար։ Հիսուս ամեն բան անում է, ու ուզում եմ դրա մասին մենք մի քիչ խոսենք։ Ուրեմն հոր սերը կյանք է տալիս ամեն հավատացողին։ Ուրեմն վերստին ծնունդով բացվում է հոր սերը մեզ համար։ Հիսուս այնքան հետաքրքրված էր, որ հոր սերը բացվի իրեն հավատացողներին եւ հետևողներին, որ առիթը երբեք բաց չի թողե դրա մասին վկայելուց, երբ որ հանկարծ ինչ-որ մի բան տեղի էր ունենում։ Նա ամեն բան անում էր, որ հոր քաղցրությունը բացվեր, գիտեք ինչպիսի լսարանում։ Մի լսարան, որոնց համար շատ դժվար էր ընդունել, որ Աստված իրանց համար կարա հայր լինի։ Հրեական հասկացողությամբ եմ ասում հիմա, հրեական մշակույթի մեջ ասել, որ Աստված իմ հայրն է, դա հավասարվում էր հայրության։ Դժվարությունը ու բարդությունը կայանում էր նրան, որ Հիսուսը այդ մարդկանց պետքա բերի այդ կետին։ Հիսուս իրանց հետ խոսում է, որ այն Աստված, որ տվել է ձեզ օրենքը, այն Աստված, որ տվել է ձեզ այս բաները, այդ նույն Աստված ուզում է դառնա ձեր հայրը։ Ու իրանք չէին կարողանում էս ինկալեն, որտեվ իրանց համար Աստծուն ասել, որ Աստված իմ հայրն է, դա իրականում իրանց համար հավասար էր հայրության։ Դրա մասին դեռ կկարդանք։ Բայց եկեք ուշադրություն դարձնենք, որ Հիսուսը ոչ մի առիթը բաց չի թողում վկայելու հոր քաղցրությունը, որ այդ ամենանվիրական գանձը բացվի ամեն մեկի համար։ Էսի շատ կարևոր է։ Եկեք հիմա նայեք մի քանի կարևոր մտքերին, որ կուզենամ ձեր ուշադրությանը գրավեմ։ Տեսեք, Հիսուսը, երբ որ իրան հարցադրում արեցին, Հիսուս սովորացրում ես աղոթք անել։ Հիսուսը շատ հետաքրքիր ձևով նրանց ուղղություն է տալիս։ Ասում է, երբ որ դուք աղոթք անեք, այսպես աղոթք արեք։ Ասեք, մեր Հայր, որ երկնքում ես, սուրբ լինի քո անունը, գա քո արքայությունը, լինի քո կամքը, ինչպես երկնքում, այնպես էլ երկրի վրա։ Ինքը տերունական աղոթք է բացում, չէ՞, մենք այդպես ասում ենք տերունական աղոթք, գիտեք ինչ ենք ասում տերունական, որտեվ Տերը սովորացրեց այս աղոթքը։ Բայց ամենալավ բանը, որ կուզենամ ստե վերցնեք, Հիսուսը ինչ ձևով է աղոթքի դուռը բացում իրանց համար։ Այս աղոթքը իրանք չեն անում մինչև, էսի արդեն իմ հետևությունն է։ Այս աղոթքը իրանք չեն անում մինչև վերստին չեն ծնվում։ Գիտեք ինչի, որտեվ հրեա հասկացողության մեջ Աստծուն հայր ասել, սա անընդունելի էր։ Նրանք մինչև որդի չդառնան չեն կարող այս աղոթքը անել։ Գիտեք, էսի ամենալուրջ բաներից մեկն է։ Հիսուս իրան սովորացնում է։ Նա ասեց ցույց տա, ես ո՞նց եմ իր հետ շփվում։ Ես իրան ինչպես հայր եմ դիմում։ Ես իրան ինչպես չեմ ասում ամենակարող Աստված, երկնքի, երկրի տիրակալ։ Այս բոլոր բաները շատ լավ է, բայց ինքը ասում է, ես ձեզ համար մի նոր մթնոլորտ եմ ուզում բերեմ, որ դուք իր հետ ոչ թե այս պաշտոնական հասկացողությամբ մոտենաք, այլ իրան ինչպես հայր դիմեք, որտեվ սրանից շատ բան է կախված լինելու ձեր աղոթքի կյանքի մեջ։ Ու հիմա իրանց այդ աղոթքի մեջ սովորացնում է ոնց դու մոտենաս հորը, դու իրան հայր կանչես, այդ ամենակարող Աստծուն, ոչ թե հերու մեկին։ Երեք մենք միտեղ ինքան լավ զրույցի բռնկվեցինք, մեկ էլ այդ զրույցի ժամանակ սես բան եկավ։ Մի փոքր խաղաղություն որ լինի, այս ամեն իրավիճակներից մեկ էլ ասի, հոպ, մի րոպե։ Ոչ թե մի փոքր խաղաղություն։ Նշանակում է դուք մի բան ճիշտ չեք ընկալելու։ Ու ես անմիջապես ասեցի, խաղաղությունը դա իրավիճակ չի, խաղաղությունը դա անձ է։ Ու այդ անձը մի փոքր չի կարա լինի։ Լսում եք, խաղաղությունը անձ է, այդ անձը մի փոքր չի կարա լինի, որտև Հիսուսը խաղաղության իշխան է, իրանից ջոք խաղաղություն չկա, նրանից է խաղաղություն գալի, խաղաղությունը դա ինչ որ մի
հաճելի մթնոլորտ չի, դա ինչ որ մեկի ներկայությունն է քո կյանքում։ Լսում եք, երբ որ դու խաղաղություն չունես քո զգացմունքների մեջ, վազի Հիսուսի մոտ, որտեվ խաղաղությունը դա զգացմունք չի, խաղաղությունը դա ինչ որ մեկի ներկայությունն է, ուղիղ այնպես, որը մեղքը դա զգացմունք չի մենակ, մեղքը ինչ որ մի դևի ներկայություն է մեր կյանքում։ Դա ուղղակի ինչ որ մի գործողություններ չեն, որ մենք գործողությունների հետ կռիվ անենք, մենք անձերի հետ գործ ունենք։ Մեղքը անձ է, որը դրսևորումներ ունի։ Խաղաղությունը անձ է, որը դրսևորումներ ունի։ Թող ինչ որ մեկ ամեն ասի։ Լսեք, հիմա ստե ինչ եմ ուզում որ տեսնեք։ Հիսուսը ստե խոսում է իրանց հետ։ Նա ասում է, երբ որ աղոթք քարեք, այսպես աղոթք քարեք, նրան հայր դիմեք։ Ինքը իրանց ասես պատրաստի, բայց իրանց մոտ մի հատ մեծ շփոթություն է, քանի դեռ իրանք վերստին ծնված չեն, նրանք չեն կարող իրան հայր անչեն, որտեղ հրեական մշակույթը թույլ չէր տալիս այդ բանը անելու։ Իսկ Հիսուսը այդ ամեն ինչի հեղինակը նրանց համար դուռ է պատրաստում, ճանապարհ է պատրաստում, օգնություն է պատրաստում, որ նրանք մտնելու են հեսա շուտով այն կարևոր իրականության մեջ կամ կոչման մեջ, որը կոչվում է վերստին ծնունդ, որտեղ բացվելու է Աստված իրանց համար ինչպես հայր, որի հետ պետք է իրանք գործ ունենան։ Սա շատ զորավոր է։ Ուրեմն, աղոթքի մեջ ինչա բացվում մեզ համար հոր կամքը եւ ոչ միայն դա զարգանում է նաեւ փոխհարաբերությունների միջոցով, որտեվ դա զարգացման process է, փոխհարաբերություն է զարգանում։ Երբ որ ես աղոթքի մեջ եմ, շփման մեջ եմ ու իրան ինչպես հայր եմ դիմում, նա հանկարծ իր սրտի բաներից կիսվում է։ Ոնց որ այսօր այնքան բնականon, պատկերացրեք ես քնած եմ, բայց երազ եմ տեսնում։ Երազից մեջ մեկ էլ հանկարծ ոնց որ մեկ այցելություն է գալիս։ Գիտեք ինչ այցելություն, որ մեկ ինձ ասում է, գիտես ինչա նշանակում երես առ երես զրուցել։ Պատկերացնում եք։ Ես իմ համար քնած։ Բայց հոգին մեր մեջ է Սուրբ Հոգին մեկ էլ սենց մեղմորեն ինձ ասում է, գիտես ինչա նշանակում երես առ երես։ Մի անգամ մտքեր եկան մի քանի հատ, ոնց որ ես իրան ուզենամ պատասխանեմ, դե երես առ երես է դա նշանակում, որ դեմ առ դեմ կանգնում ենք ու զրույց ենք անում։ Մեկ էլ այնքան հետագա 5 տակարանում երես առ երես կանգնում են, բայց մեկ Աստծուն չէին տեսնում։ Այդ ինչա նշանակում երես առ երես։ Ու ես հիմա փորձում եմ պատասխանեմ, ասեմ, տեր, լավ շուտ արա ասա, ես իմանամ ինչա նշանակում, հլեմ այդ բանը անեմ։ Երազի մեջ։ Ու մեկ էլ գիտեք ինքան հետաքրքիր, ասում է երես առ երես նշանակում է կենտրոնացում մեկը մյուսի վրա։ Իսկ մենք ուզում ենք պատկերացնենք մենակ ֆիզիկական։ Այնքան պարզ էր, ասես դա կենտրոնացում է, երբ որ դու երես առ երես հանդիպում ես ուզում հասկանաս, կենտրոնացին վրա։ Կենտրոնացի վրա, կենտրոնացի, քո մտքեր ուրիշ տեղ թող չթան, ուրիշ բաների վրա մի կենտրոնացի, ի վրա կենտրոնացի, սա կոչվում է երես առ երես հանդիպում։ Երբ որ դու հանկարծ իր վրա ես կենտրոնացած, իր ով լինելու վրա ես կենտրոնացած, ոչ թե իր ինչ անելու վրա։ Երես առ երես, եթե ես եկել եմ, ես իր աչքերն նայում եմ, ասում եմ, ինչ թանկ ես դու ինձ համար։ Բայց մենք ավելի շատ իր հետ խոսում ենք, թե ինքը ինչ կարող անի։ Երես առ երես ուրիշ բան է, ու այնքան ուժեղ էր, որ ես տեղիցս մի անգամ պրոպկի պես թռա ու շատ արագ վազեցի աղոթք անելու։ Գնացել եմ ու լեզուներով աղոթում եմ, այնքան հաճելի էր, այնքան զորավոր էր, ոնց որ կենտրոնացած երես առ երես, այսինքն ես կենտրոնացած իր վրա աղոթք եմ անում, էդի քաղցր էջ է բացում։ Ուրեմն, ուշադրություն եկեք դարձնենք, որովհետև աղոթքի մեջ բացում է հոր կամքը եւ զարգանում է փոխհարաբերությունների միջոցով։ Հիսուս այս միտքը բարձրացնելով այդ լսարանին, հրեա լսարանին, գիտեք հրեան լսարանը իրանց համ փափագելի էր, համ ուզում են, բայց մի հատ կրոնավոր միտք, գաղափար, որ ով կար Աստծուն հայր կանչի, իրանց խանգարում էր, որ այդ քաղցրությունները ճաշակեն։ Դա էր պատճառը, ինչի Հիսուսը մենակ անցավ այդ ամբողջ process-ը։ Թեկուզ իր այդ կային աշակերտներ, բայց ինքը մենակ անցավ։ Որտեղ ոչ մեկ դեռ չէր կարող այդ իր հետ միասին անցնել, մինչև որ վերստին չծնվի։ Վերստին ծնունդն է քեզ տալիս կարողություն իր հետ մինչև վերջ անցնելու։ Կապ չունի ինչի մեջով դու կանցնես։ Եկեք ուշադրություն դարձնենք Մատթեոս 11-ի մեջ, Հիսուս շարունակում իր խոսքերը, մի հրաշք արեմ մարդիկ տարօրինակ մոտեցումներ են ցույց տվել, հիմա կարդում եմ իր մտքերը։ Ինչ որ Հիսուսը բարձրաձայնում է 11-25-ից 27 խոսքեր, ասում այն ժամանակ Հիսուսը պատասխան տվավ եւ ասեց. Գոհանում եմ քեզանց ով հայր, երկնքի եւ երկրի տիրակալ, որ իմաստուններից եւ գիտուններից այս բաները ծածկեցիր եւ երեխաներին հայտնեցիր։ Հələ ոչ մեկ երեխա չի։ Էսի չի խոսում սովորական երեխաների մասին։
Էդի խոսում են աշակերտների մասին, որ իրան շրջապատում են։ Ասում է, պահեցիր, ինչ անում ինքը։ Ինքը հենց բոլորի ներկայությամբ ինքը այդ աղոթքը բարձրաձայնում է։ Ինքը համ ծածուկ տեղն աղոթք անում, ինքը համ բացահայտ աղոթք անում։ Ու ինքը թե ծածուկ տեղ, թե բացահայտ, ինքը ինչ անում, ինքը Աստծուն հայրադիմում։ Հայրադիմում, սա խոսում է, թե ինքը ինչ հարաբերություններ ունի Աստծո հետ։ Եվ դա նույնպես խոսում է ինչի մասին, որ շատ շուտով, ասա շուտով։ Այդ մարդիկ պետք է տեսնեին, թե իրանք ինչ հարաբերություն են ունենալու Աստծո հետ։ Հայր-որդի հարաբերություն են ունենալու։ Այսին քաղցր, այն ամենանվիրական գանձերից մեկն է, որ ինքը հետաքրքրված էր այս վերստին ծնունդի միջոցով բացելու մարդկանց, որ իրանք պետք է այդ քաղցրությունը ճաշակեն։ Դրա համար ասում գոհանում եմ, որ դու պահեցիր այս բանը գիտունիկներից կամ իմաստուններից այս աշխարհի ու բացեցիր որդիներին։ Ովքեր են գիտունները ու իմաստունները։ Դրանք բոլոր են մարդիկ են, ովքեր բարի ու չարի գիտության ծառից են օգտվում։ Ովքեր են որդիները, նրանք ովքեր վերստին ծնվել են եւ կյանքի ծառից են օգտվում։ Լսում եք։ Որտեղ բոլոր այս աշխարհի գիտունները ու իմաստունները նրանք բարի ու չարի ծառից գիտություն են առել։ Հիսուս ասում է ոչ մի բարի մարդ չկա այս աշխարհում։ Հիսուս չի ասում բարություն անող չկա։ Դրա համար մենք ստե խափնվում ենք, գիտեք ինչի վրա ենք խափնվում, որ երբ որ մի մարդ բարություն անում, մենք ասում ենք այս մարդը բարի մարդ է։ Իսկ Հիսուս ասում է ոչ մի մարդ բարի չի։ Մենք գործերով ենք մարդուն գնահատական տալի, Աստված վերստին ծնունդով է մարդուն գնահատական տալի։ Աստված երբեք ոչ մի մարդուն գործերով գնահատական չի տալու։ Դու պետքա վերստին ծնված դիրքից գործեր անես, որ երբ որ մարդիկ հանդիպեն քեզ, ոչ թե ասեն ես մարդ ինչ բարի մարդ է, այլ ասեն ես մարդու Տերը ինչ բարի մարդ է։ Երբ որ մարդիկ ասեն դու ինչ բարի մարդ ես, էսի վայ է ինձ ու քեզ։ Ինչու որովհետև այս աշխարհի բոլոր մեղավոր մարդիկն են այսպես թե այնպես բարի բաներ են անում։ Ուրեմն բարություն անելը եւ բարի լինելը դրանք տարբեր կառույցներ են։ Ուզում եմ որ ստեղ խորագետ լինենք, շատ իմաստուն լինենք։ Հիսուս ասում է գոհանում եմ քեզանց, որ Հայր, երկնքի երկրի Տեր, որ իմաստուններից եւ գիտուններից այս բաները ծածկեցիր եւ երեխաներին հայտնեցիր։ Այո, ով Հայր, որովհետեւ այսպես հաճելի եղավ քո առաջին։ Ամեն բան, հիմա Հիսուսը շեշտադրում է 27 խոսքը։ Ամեն բան ինձ տրվեցավ իմ հորից եւ ոչով չի ճանաչում որդին, բայց միայն Հայրը, եւ ոչով չի ճանաչում հորը, բայց միայն որդին, եւ ում որ ուզենա որդին հայտնել։ Ուզում եմ ստե մի հատ գաղտնիք վերցնեք ձեզ համար։ Սիրելներ, տեսեք Հիսուս ինչ ասում։ Ով է հորը ճանաչում, նա ով որ որդի է, ով է որդուն ճանաչում, նա ով որ հայր է։ Սրանից դուրս ոչ մեկ չի կարա հորը ճանաչի։ Մենք իրան ինչպես արարիչ կարանք ճանաչենք, մենք իրան ինչպես զորության աղբյուր կարանք ճանաչենք, բայց Հիսուսը ստեղ ասում է ոչ ոք։ Դու պետք է համաձայնվես, որ ոչ ոք ուրեմ։ Հանկարծ այն լավ բաները, որ կլսես այս աշխարհում, չխափնվես։ Մարդիկ կարան լավ բաներ խոսան, մարդիկ կարան աստվածաշնչյան բաներ խոսան, բայց չխափնվես։ Քո լսածով չխափնվես անգամ։ Հիսուս ասում է ոչ ոք հորը չի ճանաչում, եթե ոչ որդին, եւ ոչ ոք որդուն չի ճանաչում, եթե ոչ հայրը։ Ու հիմա Հիսուս ասում է եւ ում որ ինքը կամենա բացվի։ Ոնց էր Հիսուսը բացվելու մարդկանց։ Գալիս ենք 5-րդ քայլը։ Աչի միջոցով Հիսուսը բացվել է բոլորի համար։ Ու իր կամեցողությունը ինքը արդեն հայտնել է, որ ես կամենում եմ, բացեմ այս բանը ձեզ համար, որդին, որ դու որդի դառնաս, որ ճանաչես հորը, որ հայրը ճանաչի քեզ ինչպես որդի։ Հայրը քեզի ճանաչում է ինչպես արարված, բայց հայրը քեզ ավելի փափագում է ճանաչի ինչպես որդի, ինչպես դուստր։ Սա տարբերությունն է։ Ամբողջ աշխարհին Աստված, ովքեր վերստին ծնված չեն, Աստված ինչպես արարված է ճանաչում, բայց Աստված դրա վրա չի կենտրոնացած։ Նա Հիսուսին ուղարկեց, որ ամբողջ ստեղծագործությունը մարդկանց դեմքում նրանց ճանաչի ինչպես որդիներ եւ ոչ թե ուղղակի ինչպես արարվածներ։ Սա տարբերությունն է։ Եկեք շարունակենք Հիսուսի մտքերին ուշադրություն դարձնել։ Սա շատ ճոխ պահ է։ Նա աղոթքի մեջ ինչ հետաքրքիր բան է բացում մեզ համար, որ ինքը հետաքրքրված է, որ մենք իրան բացահայտենք։ Դրա համար Մատթեոս 6-րդ գլխում մենք կարդում ենք, ասում է, երբ որ դու ծածուկ տեղը ողորմություն ես անում, քո հայրը տեսնում է դա։ Չի ասում Աստված տեսնում է։ Ասում է քո հայրը, ելի իրանց համար էսի հասկանալի չի։ Աստված դե Աստվածը ինչ հայր։ Ինքը ասում է, որ եթե այդ զգացմունքներով ես դու հասկանալ, որ դու ում որդին ես ու ինչ ես անում, դու հեսի պետք է հասկանաս, որ դու որդիական դիրքից պետք է բաներ անես, ոչ թե սովորականի պես։
Երբ որ սովորականի պես ենք մենք անում թեկուզ եւ ծածուկ, գիտեք ինչ ենք անում, մենք մեր փառքն ենք հետապնդում։ Բայց եթե մենք որդիական դիրքից ենք բաներ անում, մենք իր փառքն ենք հետապնդում, որովհետեւ Հիսուսը այդ օրինակն է բացում մեզ համար։ Եթե հայրը իմ փառքն է հետապնդում, որ ինձ փառավորվի, դա ազնիվ չի, որ ես էլ կենտրոնանամ ին վրա, իմ փառքը հետապնդեմ։ Անկեղծ, եկեք փոխենք այս վերաբերմունքը։ Ես էսի միշտ կասեմ, որովհետև ես շատ լավ օրինակ է ինձ համար բացվե։ Ինչ որ իմնա քոնը, ինչ որ քոննա քոննա։ Մտածեք սրա մասին։ Աստված ասում է ինչ որ իմնա քոննա, բայց ինչ որ քոննա քոննա, մի ապրեք Իրանից վերցնելով գնալով Իրանից, ապրեք իր հետ, էսի շատ կարևոր է։ Լավ, եկեք շարունակենք։ Մյուս կարևոր միտքը, որ Հիսուսը էլի բարձրաձայնում է հոր մասին, սա կապված է հայտնությունների հետ։ Հիշեք, որ երբ որ դուք Աստծո հետ հանդիպում եք, շփվում եք, հաղորդակցվում եք, դուք իրավունքը ձեր վերստին ծնունդն է, որտեղ դուք վերստին ծնված զավակներ եք, դուք որդիներ եք, դուստր եք, դրա համար դուք իրավունք ունեք իրան մոտենալու, որտեղ որդի եք, որդին համարցակ մոտենում է, ծառան վախվորած է։ Եթե դու ծառայի մտածելակերպով ես, դու չես մոտենա իրան։ Կմտածես, վայ կարող եմ իբան այնպես չանեմ, վայ կարող ասեն, վայ կարող անեն, բայց եթե որդի ես, դու տես չես անի, կգաս իրան կասես, Տեր խրատ ինձի։ Նկատել եք, որ ամենաշատը մենք բորբոքվում ենք, երբ որ մեզի հանկարծ խրատում են։ Գիտեք ինչի, որովհետև մարմինը ձեն տալու կարողություն ունի։ Որովհետև առաջին արձագանքը որդիական չի, առաջին արձագանքը մարմնավոր է։ Երբ որ մեզի խրատում են, մենք մարմնավոր ձևով ենք արձագանքում, բայց եթե մենք որդիական ենք, եթե առանց խրատի եք, ուրեմն որդի չեք։ Ձեզի չպահեք որդիական դիրքից կտրված։ Երբ որ մարդը հանկարծ խրատներից փախնում է, ինքը վտանգի մեջ է։ Գիտեք մենք ինչից ենք խուսափում։ Դատապարտող մոտեցումներից։ Դրա համար դու հետևի ոնց ես խրատում։ Յուրաքանչյուրին, քո երեխեն կլինի, քո քուրը կլինի, աղբերը կլինի, քո տան անդամը կլինի։ Երբ որ դու խրատում ես դատապարտության մտքերով կամ կարողություններով, դու վանում ես մարդկանց քեզանց, բայց երբ որ դու սիրուց դրթված ես խրատում, դու ձգելու ես մարդկանց դեպի քեզ։ Մի օր մի եղբորը շատ խիստ հանդիմանեցի։ Ինքը ասեց, գիտես ինչ եմ ընդունում քո հանդիմանությունը։ Ասի ինչու։ Ասում է, որովհետև քո սրտի մեջ սեր եմ տեսնում իմ հանդեպ, դրա համար եմ ընդունում։ Ասի, վայ ինչ լավ է, որ սեր կար իմ սրտում քո հանդեպ, թե չէ ուրիշ բան լինել լավ չէր լինի։ Մեր սիրտը պետքա պաշտպանենք հոր հետ հաղորդակցվելուց։ Եկեք հիմա տեսնենք հայտնության բաներին։ Տեսեք, երանություն կա, Հիսուս ասենց ասում, երանության ակնարկ կա անում Հիսուսը, երբ որ խոսում է հայտնությունների ոլորտի մասին։ Կարդանք Մատթեոս 16-րդ գլխից մի հատված։ Այս տեղը ձեզի շատ քաջ ծանոթ է։ Ասում է Հիսուս դուր գնաց Փիլիպպեի Կեսարիայի կողմերը եւ իր աշակերտներին հարցնում էր եւ ասում. «Մարդիկ ինձ համար ով են ասում, որ մարդի որդին լինի»։ Ինչ լավ հարց է։ Ես ասում այս հարցը շատ եմ տալի։ Դու ինչ ես մտածում իմ մասին։ Ես ով եմ։ Ես ասում կարամ այս հարցը տամ։ Ինչի։ Որտեւ իմանամ, ավելի հաստատեմ ով եմ ես։ Գիտեք ամեն մի մարգարեություն, որ կարա քո կյանքի վրա ազատագրվի, դու պետք է իմանաս, Աստված քեզի հաստատում է քո ով լինելու մեջ։ Ինչու։ Որտեւ նա հայր է, որ սիրում է իր որդուն։ Եկեք տեսնենք ինչա կատարում ստեղ։ Մարդիկ ինձ համար ով են ասում, որ մարդի որդին լինի, նրանք էլ ասեցին, ոմանք թե Հովհաննես Մկրտիչ, իսկ մյուսները Եղիան, ուրիշներն էլ Երեմիան կամ մարգարեներից մեկը, նրանց ասեց. «Իսկ դուք ով եք ասում ինձ համար թե լինեմ»։ Հիսուսը իր լսարանի մարդկանց մասին է տեղեկություն իմանում, ում որ ինքը խոսում է, մարդիկ ինչ են մտածում։ Հիմա թեքվում է իրան հավատացողների համար։ Հələ պատկերացեք Հիսուսը անձամբ քեզ այդ հարց տալիս։ Ասում է, օրինակ դու ինչ ես մտածում, ես ով եմ։ Հաչի լավ է որ գիտեք, էդի ես գիտեմ որ դու գիտեք, սաղը գիտեք, ստե մեկը չկա որ չիմանա որ Աստծո որդին է, հարցը էդի չի որ դու գիտես որ Աստծո որդին է, հարցը դու հավատում ես դրան, որտեղ մենք կարող շաբլոնի պես իմանանք, ես մեր կյանքը չփոխի, եթե դու հավատում ես որ ինքը Աստծո որդին է, ուրեմն քեզ Աստծո որդու պես պետքա պահես, եթե հավատում ես, եթե դու հավատում ես որ ինքը Աստծո որդին է, նշանակում է դու պետքա թողես քոնը ու բռնվես իրանից, որովհետև էդի քո կոչումն է բացվում իր դեմքում։ Չէ որ դու ես Աստծո որդի։ Հիմա Հիսուսը հարցնում ասում է, դուք ինչ եք մտածում։ Այս հարցը տանը տվեք ձեզ։ Հավատացեք, որ Հիսուս այս հարցը ամեն մեկիս տալիս է հենց հիմա։ Ես իմ հոգում զգում եմ հենց հիմա, որ Հիսուս այս հարցը ուղղում է յուրաքանչյուրիս։ Ինքը կոնկրետ ուզում է, որ դու այս հարցին պատասխանես։
Բայց քո իմացածով չպատասխանես, կեթաս տունը, հորը կասես, պապ ջան, ով է Հիսուսը, որ դու դասը շատ կարևոր ձևով վերցնես։ Նայեք, ստեղ մենք մի բան ենք բացահայտելու։ Իսկ դուք ով եք մտածում իմ համար թե լինեմ։ Սիմոն Պետրոսը պատասխան տվավ եւ ասեց. Դու ես Քրիստոսը, կենթանի Աստծո որդին։ Եվ Հիսուսը պատասխան տվավ եւ ասեց նրան. Երանի քեզ Սիմոն, Հովնանի որդի, որտեվ մարմին ու արյունը չհայտնեց քեզ, բայց իմ հայրը, որ երկնքում է, նա տվեց այդ հայտնությունը քեզ։ Ես այստեղից գիտեք ինչ կարամ հասկանամ, որ Պետրոսը այս ամբողջ ընթացքում իր այդ քայլելուց իր մեջ մտորում էր. ով է այս մարդը։ Ով է այս մարդը։ Դենաս ով է այս մարդը։ Ու իր այդ հարցին հանկարծ Աստված պատասխանում է, բայց ինքը չգիտի այդ պատասխանը իր մոտ որտեղից է եկել։ Ու Հիսուս ուղղություն է տալիս, թե այս պատասխանը որտեղից է եկել։ Ու ինքը ասում է, «Էդի հայրն է բաց է»։ Ու եթե հայրն է բաց է, շեշտում է, ուշադրություն դարձեք։ Ինքը դրանով ասում է, որ դու իր համար շատ շուտով որդի ես դառնալու։ Վերստին ծնված որդի ես դառնալու, շատ շուտով։ Դրա համար ինքը չի ասում Աստված բացեց քեզ, ինքը ասում է հայրն է բաց է։ Բայց Պետրոսի համար էլիս էս մի շփոթող հասկացողությունը, որտեղ հələ իրանց մենտալիտետը, մշակույթը թույլ չի տալիս իրան ինչպես հայր ընկալեն։ Ու Հիսուսը այստեղ շատ գեղեցիկ ձևով շարունակում է իր աշխատանքը մինչև վերջ հասցնել ու նա ասում է դա հայրն է որ բաց է Պետրոս ու ինչ ասում էդի երանություն է այսի մեր համար պետք է ամենամեծ երանությունը լինի որ ես ու դու իրականում հոր քաղցրությունը ճաշակենք Հիսուսին ասում է որ նա հավիտենության հայր է նաև կոչվում ինչու որովհետև ինքը հոր ներկայացուցիչն է մեզ համար առանց Հիսուսի ոչ մեկ հորը չի կարա տեսնի մենք Հիսուս միջոցով ենք տեսնում հորը ես հիշում եմ մի անգամ որ sense դեպք եղավ երբ որ դժվար իրավիճակ էր մեր կյանքում մեր տան մեջ իմ հայրական տան մեջ որ իմ հայրը մահացել էր հենց այդ նույն օրը ես լսում եմ հոր ձայնը Հենց այդ նույն օրը ես լսում եմ հոր ձայնը, երբ որ լուրը հասավ, մահվան լուրը։ Ես մինչև այդտեղից գալիս եմ մեր հայատ, ես մեջս խոսում եմ իր հետ, ասում եմ Աստված այս բանը սենց, բա այս բանը սենց, բա այն բանը նենց։ Մեկ էլ ինքան հետաքրքիր էր, որ հայրը սկսավ խոսալ, ու ես գիտեմ, որ դա հայրն էր։ Գիտեք, վկայությունը այնքան ուժեղ էր, որ Հիսուս չի ասին որդիս։ Բայց Հիսուս իր մթնոլորտով ապահովում է, որ հայրը մեզի ասի, ամեն անգամ, որ դու կլսես քո հոգու մեջ, որ ինչ-որ մեկը քեզ ասում է, որդիս, մի վախեցի, ես քո հետ եմ, էդի հայրն է, որ քեզի հաստատում է։ Էդի հայրն է, որ քեզի հաստատում է։ Էդի պատահական խոսք չի։ Էդի խեղկատակության խոսք չի, դա կոնկրետ անձ է, որ իրավունք ունի քեզ ասի, որդիս, դուստրս, մի վախեցի, ես քո հետ եմ։ Ես քո հետ եմ։ Ես քո հետ եմ։ Հասկանում եք, էդի հայտնությունը ու Հիսուսը այս պահին ասում է երանելի ես։ Երբ որ մենք հոր վկայությունը ընդունում ենք մեր սրտերի մեջ, մենք կոչվում ենք երանելի ենք, ինչու, որտեվ հայրը խոսացել է մեր հետ։ Սա մեզ համար երանության փափագ է։ Հիսուս ասում է, այդ ամենանվիրական գանձին չեմ ես վերնագրել, որ ասում է, այդ երան ձգտի դեպի այդ երանությանը։ Ձգտի որ հոր հետ այդ շփում ունենա, ձգտի այդ երանությանը, էսի չթողես քեզանից։ Էսի ինչքան կարևոր պահ է։ Ու հետո ինքը ստեղ ասում է այդ հարաբերությունների հիմքի վրա։ Մենք օրինակ շատ հակում ունենք ասելու այսպես. հայտնության հիմքի վրա կառուցվում է եկեղեցին։ Ճիշտ է։ Ու դա ճիշտ է։ Բայց ես այսօր մի խորը բան եմ ուզում ստեղ ավելացնեմ։ Իրավունքով եմ ուզում դա անեմ։ Հասկանալով եմ ուզում դա անեմ։ Գիտեք էդի որն է, որ ստեղ խոսակցությունից պետք է ինչ-որ մի բան հասկանանք, որ ասում է հայրը բացեց։ Եկեղեցին մենակ չի կառուցվում հայտնության հողի վրա։ Կառուցվում է այս հայր-որդի փոխհարաբերության վրա։ Էսի շատ կարևոր է, որ մենք ընկալենք։ Շատ կարևոր է, որովհետև ինքը ասում է այդ հայտնության վրա, որ հայրը բացել է, թե ով եմ ես։ Ուրեմն քեզ հասել է, որ որդիական դիրք է շուտով ունենալու, որդիական դիրքի վրա, ընտանիքի դիրքի վրա, հարաբերության հիմքի վրա է ամեն բան կառուցվելու։ Սիրելիս, ու ասում եմ, որ այսպիսի հարաբերությունները դժոխքը չի կարա հաղթի։ Այդ եկեղեցուն ասում եմ դժոխքը չի կարա հաղթի։ Հիմա ես ու դու որդիներ ենք, բայց եթե մեր որդիական դիրքի հետ չենք համագործակցում, то դժոխքը լավ էլ կարա հաղթի։ Յուրաքանչյուրին, էմոցիոնալը, մարմնավորը Պետք է մենք հասկանանք, մենք
վերստին ծնված ենք, Աստծո զավակներ ենք, ու էսի բացում է հոր սերն ու քաղցրությունը մեր հանդեպ։ Ստե տալսա իշխանություն կտամ քեզ, բանալներ կտամ քեզ, որ դժողքի դռներ անգամ քեզ չկարողանան հաղթեն, եկեղեցուն ասում։ Եկեղեցին դա Քրիստոսի մարմինն է։ Իսկ եթե Քրիստոսի մարմինն է, դրա մեջ ամենա նվիրական գանձը դա համարվում է, որ մենք Իրանից ծնված զավակներ ենք։ Լսում եք, որովհետև առանց Քրիստոսից ծնված ոչ մեկ չի կարող մարմին դառնա։ Մարմնի անդամ անգամ դու չես կարող դառնաս։ Դա պայմանավորված չի, որ դու եկեղեցու անդամ ես, ուղղակի տեղական եկեղեցու։ Դու պետք է հասկանաս, դու վերստին ծնունդի միջոցով մարմնի անդամ ես դառնում, ու քո նվիրական վերաբերմունքը օդի ջրի պես անհրաժեշտ է։ Գիտակցությունը օդի ջրի պես անհրաժեշտ է։ Երբ որ դու էսին կալում ես, դու սկսում ես այդ սիրուց կյանք հաղորդել, իմպուլս հաղորդել։ Երբ որ մեր մարմնի մեջ մի օրգան սկսում է չգործել, կամ ճարպակալում է, կամ տկարանում է, կամ ինչ որ խնդիր է անում, մենք շատ իմաստությամբ ենք վարում, շատ արագ գնում ենք բժշկի, հետևում ենք հրահանգներին, խելոք գառների պես հնազանդվում ենք իրանց ամենասացին, ինչ որ ասում են, չոտկի հետևում ենք իրանց։ Բան չի տես չենք անում Տիրոջ տան մեջ։ Մենք անդամ ենք, եթե մի բանը տկար է, ավելի լավ է հնազանդվենք շատ արագ, որ արագ հարցեր լուծվի, ոչ թե ձգձգվի, հետո էլ վնասաբեր դառնա։ Խնդրեմ նվագողներից մեկը գա։ Մյուս կարևոր միտքը, որ կուզենայի բարձրաձայնել, էդի ծառայություններին վերաբերող հարցերը։ Երբ որ դու ծառայություններ ես անում, մարդիկ են լսում քեզ, մարդիկ են փրկվում, դա շատ ուրախալի է, դևերն են քեզ հնազանդում, տարբեր բաներ։ Նայեք Հիսուս ինչ ասում, ավելի մեծ ուրախության է մղում յուրաքանչյուր գործ անողին, ովքեր կարան իրականում մեծ գործեր անեն, հրաշքներ անեն, դրսևորումներ անեն։ Ես ապրում եմ դրա մեջ։ Հաճախակի արդեն սկսվի այդ բանը կատարվել, գիտեք, հաճախակի դրսևորումներ են սկսել տեղի ունենալ։ Ու ես ապրում եմ դրա մեջ, բայց ավելի ճոխ բանի համար եմ ես ուրախանում։ Գիտեք, Հիսուս սենց ասեց, երբ որ իր աշակերտներն ուղարկեց են 70 հոգուն, նրանք գնացին ծառայություն արեցին, հետ վերադարձան, դու կարող եք կարդալ Ղուկասի 10-րդ գլխի 17-ից 22 խոսքերում։ Երբ որ նրանք հետ են գալիս ու հլը տեսեք, նրանք գալիս են հաշվետվություն են տալիս, թե ինչեր է կատարվել, այնքան ուրախ էին, որ դևերն էլ զարմացած ասում են, դևերն էլ մեզի հնազանդվում են։ Կարդում եմ 20 խոսքից։ Սակայն նրա համար մի ուրախացեք, որ ոգիները ձեզ հնազանդվում են, բայց առավել եւս ուրախացեք, որ ձեր անունը գրված է երկնքում։ Ու հետո դրանից հետո ինչ անում Հիսուսը։ Նույն ժամում Հիսուսը հոգով ցնծաց եւ ասեց. Գոհանում եմ քեզանից Հայր։ Լսում եք։ Գոհանում եմ քեզանից Հայր։ Երկնքի եւ երկրի Տիրակալ, որ իմաստուններից եւ գիտուններից այս բանը ծածկեցիր եւ մանուկներին հայտնեցիր։ Ո՞վ է հայտնում։ Հայրը ո՞ւմ է հայտնում։ Իր որդիներին։ Դու իր որդին ես։ Սա ամենանվիրական գանձն է, որ Հիսուս այս վերստին ծնունդի մեջ հետապնդում էր, որ Նիկոդեմոսին բացվի, որ Նիկոդեմոսը տեսնի ամենանվիրական գանձը, դա հոր սերն է իր հանդեպ, որը իրան որդի է դարձնելու։ Եթե դու որդի չես, ուրեմն որբ ես։ Եթե դու խրատից փախնում ես, ուրեմն որբ ես։ Կարաս որդի լինես, բայց որբի պես ապրես, որովհետև խրատը մերժում ես։ Աստծո խոսքը շատ հստակ ասում, եթե մեկը խրատից փախնում է, ուրեմն ինքը որդի չի, բայց քանի որ դու որդի ես, քեզ որբի պես չպահես, թույլ տուր, որ Աստված աշխատի քո հետ։ Նրա սերն է քեզ ձևավորում, նրա խրատներն են քեզ կերտում, որ դու անես ինչ որ դու պետք է անես, որ դու բարձրանաս այն ամենի մեջ ինչի համար որ դու կանչված ես։ Դու չես կարող քո ձևով բարձրանաս, Հայրն է քեզ բարձրացնում։ Շատ զորավոր է այս հատվածներին, որ նայում ենք, ուշադրություն ենք դարձնում։ Միտեղ էլ կուզեմ ձեզ բարձրաձայնեմ։ Հովհաննեսի 5:17-ից 21-ը մեծ հատվածներ են, բայց կարդացեք տանը։ Ամբողջը չեմ կարդա ձեզ համար։ Ուզում եմ ստեղ նույնպես ձեր ուշադրություն գրավեմ։ Էլի պատկերացեք մի հրաշքա կատարվի, դրսևորումներ ա եղել, ինքը օգնություն արել, բայց այդ օգնության մեջ Հիսուսը առիթը բաց չի թողում, ֆոկուսը սաղի բոլորի փոխի հոր վրա։ Նայեք ինչ անում Հիսուսը։ Ասում է, եւ Հիսուսը պատասխան տվավ նրանց, ովքեր իրան ինչ որ ձևով մեղադրում էին։ Իմ Հայր մինչև հիմա գործում է, իմ Հայրը մինչև հիմա գործում է, ես էլ եմ գործելու։ Այ քեզի պատասխան բոլոր հակառակվողներին։ Իմ Հայրը մինչև հիմա գործում է, ես էլ եմ գործելու։
Իմ հայրը մինչև հիմա գործում է, ես էլ եմ գործելու։ Ինչը կարա քեզ կանգնեցնի։ Քո չնորոգված միտքը։ Հիսուս տեղ ասում, իմ հայրը մինչև հիմա գործում է, ես էլ եմ գործելու։ Նայեք ասում է, ոչ թե միայն շաբաթօրներ քանդում, այլ ասում էլ իրան, հայր էր ասում, իրանց ասուն հավասար անելով։ Այդ ինչի համար նրա համար հрьяաները նրան ուզում էին սպանեին։ Մի բանի համար էին իրան ուզում սպանեին, որ ոչ թե ինքը լավ գործեր էր անում։ Մի բանի համար, որ ինքը ասում էր ես Աստծո որդի եմ։ Մենք չենք հասկանում հլը։ Ես անկեղծ ասեմ, երբ որ դու հասկացար, թե ով ես դու, մթնոլորտը կուզենա քեզ սպանի։ Մթնոլորտը քեզ կուզենա ոչնչացնի։ Դու էսի չես ջոկում։ Գիտեք ինչի չեք ջոկում։ Որովհետև մարդահաճույությունը շատ է մեր մեջ։ Մենք վախենում ենք, որ մեկը մեզի չկպնի, մեկը մեզի մի թթու կծուխոց չասի։ Ու գիտեք ինչ ենք անում։ Մենք վերցնում ենք մեր որդիական դիրքը, փոխում ենք մարդկային ժամանակավոր պատվի հետ։ Այնինչ Աստված քեզի կանչել է ամենաճոխ պատվի մեջ, որ դու որդի կոչվես։ Սիրելիներ, եկեք չփոխենք։ Տեր ինքան զորավոր բանաց է բացում մեզ համար։ Երբ որ դու ուզում ես Աստծո որդու պես ապրես, քեզ կատեն։ Բայց ապրի։ Երբ որ դու ուզես Աստծո որդու պես ապրել, քեզ կուզենան սպանեն։ Ոչինչ, մեկը ապրի։ Երբ որ կուզենաս Աստծո որդու պես ապրես, քեզ կանարգեն։ Հիսուսն ասե, ինձ անարգել են, ձեզ էլ կանարգեն։ Բայց ասելա նաև ինձ ընդունել են, ձեզ էլ կընդունեն։ Երբ որ դու որոշես Աստծո որդու դիրքին համապատասխան քեզ պահես, կարող է քեզ չհասկանան, բայց ապրի ոչինչ։ Ապրի, աղոտ քարա, բայց մի կտրվի քո որդիական դիրքից։ Դու պետք է սրա մեջ բարձրանաս, որտեղ էսի ամենաճոխ բաներից մեկն է, որ նույնպես անկեղծ ասեմ, ով պետք է հոր քաղցրությունը բացի աշխարհին։ Որդիները։ Որդիները, որտեղ Աստված այնպես սիրեց, որ իր որդուն տվեց։ Ու գիտեք ամենաճոխ բանը որն է։ Նիկոդեմոսին ասեց Հիսուս այս բանն է բարձրաձայնում։ Ասում է Նիկոդեմոս, հոր քաղցրությունը միշտ բացվել է որդիների միջոցով։ Միշտ։ Պետք է դու խորագետ լնես, դու որդի ես Աստծո արքայության մեջ։ Ու պետք է քո միջոցով հոր քաղցրությունը բացվի ինձ։ Եթե քո միջոցով բարկությունը բացվում ինձ, դու քո մարմնի հետ ես համագործակցում։ Եթե իմ միջոցով բարկությունը բացվում քեզ, ես մարմնով եմ վարվում։ Իմ միջոցով պետք է հոր քաղցրություն ու սերը բացվի, թե քեզ եւ թե ինձ։ Շատ կարևոր է էսի մենք ընկալենք, շատ կարևոր է մենք սրան հավատանք, շատ կարևոր է մենք սրա հետ համագործակցենք, որովհետեւ այս աշխարհին հոր քաղցրությունը բացվել է որդիների միջոցով։ Այդ ինչ համար Հիսուս ասում է, որ Աստված այնպես սիրեց այս աշխարհը, ու դա շաբլոն չի, դա իրականում նա ուղերձ է շատ խորը, որ դու պետքա թույլ տաս, Հայր երկնային, ես ուզում եմ թույլ տամ, խնդրում եմ, ուզում եմ այս թույլ տալու process-ը ձեզի մի փոքր նկարագրեմ։ Կարեն արի ստեղ։ Նալբանդյան արի։ Ես հիմա ձեզի մի փոքր ուղղություն եմ տալու։ Ոնց մենք թույլ տանք, որ իրականում Աստծո քաղցրություն ու փառքը հայտնվի այս աշխարհի մեջ։ Հիմա ունես խնդիրներ։ Լավ հարց է, չէ՞, մի անգամ ունես խնդիրներ։ Հիմա պետք է իրար հետ այդ խնդիրների հարցը լուծենք։ Լավ։ Ես հիմա այստեղ ուզում եմ իրանց ցույց տամ ոնց են գիտի անելու։ Պատրաստ ես։ Ուզում ես այդ խնդիրները փոխվեն։ Լուրջ ուզում ես։ Պետք է հակառակվենք, ճիշտ է։ Բայց պետք է իմանանք ոնց։ Ճիշտ է։ Հիմա մենք իրար հետ այդ օրինակը պետքա ցուցադրենք։ Տեսեք, Հիսուսը ասում է, որ այս աշխարհին պետքա բացվի հոր սերն ու քաղցրությունը ձեր միջոցով, ձեր յուրաքանչյուրի միջոցով։ Ամեն բան արա, որ քո միջոցով Աստծո քաղցրությունը բացվի ինձ։ Ամեն բան արա, որ քո միջոցով Աստծո քաղցրությունը բացվի ինձ, որ ես հալվեմ, որ ես փոխվեմ, որ ես ազդվեմ, որ ես իրականում տեղս չգտնեմ, ուզենամ այդ քաղցրության հետ համագործակցեմ։ Ամեն բան արա, եթե դու հասկանում ես, եթե դու ջոկում ես, եթե դու ընկալում ես, ամեն բան արա, որ քո միջոցով Աստծո քաղցրություն բացվի ինձ։ Ես հիմա ասում եմ ինձ, որտեվ ես էլ եմ ձգտում ամեն բան անեմ, որ իմ միջոցով Աստծո քաղցրություն բացվի քեզ։ Ու մենք այսպես պետքա անենք, սովորելով իրար համար, որ այս աշխարհի մարդկանց հայտնենք Աստծո սերը։ Հիմա պատկերացեք, ոնց պետքա դա անենք։ Աստծո խոսքը ասում է, պետքա խոնարհվենք Աստծո հզոր ձեռքի տակ, հակառակվենք սատանային, եւ սատանան մեզանց կփախչի, ու հետո մոտենանք նաեւ Աստծուն նորից, հա։
Հակոբոսի 4:7 ինչպես մեթոդ ուզում եմ նկարագրեմ ոնց ենք մենք տրվում Աստծո որդու դիրքին եւ այդ դիրքին համապատասխան հակառակվում սատանային եւ այդ դիրքին համապատասխան նաեւ մոտենում Աստծուն։ Ուզում եք իմանալ ոնց ենք դա անելու։ Ով է ուզում։ Անկեղծ ուզում եք։ Շատ լավ, շատ լավ։ Մենք հեսի ինչպես օրինակ ուզում եմ որ դուք տեսնեք։ Հիմա ես ու Կարենը առաջի քայլն ենք անում։ Ես իրան օգնում եմ, որ ինքը առաջի քայլը անի, ու ես իր հետ միասին այդ քայլի միջով անցնում եմ։ Հիմա մենք ինչ ենք անում։ Ստեղ Հիսուսն է։ Լսում եք։ Ստեղ Հիսուսն է։ Չեմ ուզում ինչ որ մեկին կանչեմ, որ իր տեղը գրավի։ Բայց մենք հավատում ենք, որ Հիսուսը հիմա ստեղ ներկա է։ Հիմա Հիսուսը ստեղ ներկա է, ռեալ եմ ասում ձեզ։ Եթե ինքը հիմա ձեր աչքերը բացի, դուք կտեսնեք, որ ինքը ստեղ է։ Հավատացեք, որ ինքը ստեղ է։ Նա ասել է, որտեղ հավաքվեք, ես ընդեղ եմ։ Ուրեմն ինքը ստեղ ներկա է։ Հիմա ինչ ենք անում մենք։ Մենք ուզում ենք մեր դիրքի համապատասխան գործենք։ Հիմա լիքը լավ բաներ լսեցիք։ Ոնց է դա ակտիվանում։ Ծնկի ենք գալիս Կարեն։ Էսի մենք խոնարհության ակտ ենք ցույց տալիս, ոնց ես դու անելու քո տանը, ինչ ես անելու քո տանը։ Մենք մեզ հնազանդեցնում ենք Հիսուսի տիրապետությանը։ Ոնց ենք ասում։ Ասա ինձ հետ միասին, Հիսուս, ես հռչակում եմ ու խոստովանում եմ, որ դու իմ կյանքի Տերն ես։ Ես հաշվի եմ նստում քո հեղինակության հետ եւ հնազանդվում եմ քո հեղինակությանը ու խոնարհվում եմ քո իշխանության ներքո։ Ես խավարից փոխադրված եմ լույսի թագավորության մեջ ու ես հիմա քո իշխանության ներքո եմ ու ես ինձ ենթարկում եմ իմ միտքը, իմ շունչը, իմ զորությունը, իմ կարողությունը ենթարկում եմ քո իշխանությանը։ Ամեն։ Հիմա բարձրանում ենք ոտքի։ Հիմա մենք բարձրացանք ոտքի, ինչ ենք անում, հակառակում ենք սատանային։ Հակառակում ենք այն հոգսերին ու խնդիրներին, որ մեզի խանգարում են, նեղացնում են։ Ինչ ենք անում, հակառակվում ենք։ Սատանայի առաջ ծնկի գալ պետք չի։ Դրա համար ծնկի վիճակում մենք չենք խնդրում սատանային ցանց գնա, չէ։ Մենք կանգնում ենք մեր ամբողջ հասակով ու մենք հիմա հակազդում ենք։ Հիսուս էլի ստեղ է, մեր մեջ է, չէ։ Մենք իր հեղինակությամբ ենք արդեն դա անում։ Հիմա իրար հետ միասին ասում ենք, ես հենց հիմա Հիսուսի անունով ամեն մի հոգս, որ բեռի պես ինձ տանջում է, ամեն մի չար ներկայություն, ամեն մի չար ոգի, որ ինձ հետապնդում է, հոգսերի տեսքով, խնդիրների տեսքով, ես հենց հիմա հակազդում եմ, հակառակվում եմ ու Հիսուսի անունով հրամայում եմ, որ հեռանա։ Հավատացեք, որ հենց հիմա ինքը հեռանում է ձեզանից։ Լսում եք։ Խոսքն այդպես ասում։ Հիմա մենք նորից էլի ծնկի ենք գալի։ Հիսուս այստեղ է։ Մենք ծնկի ենք գալի։ Այստեղ խնդրեմ երկրպագողներն էլ կան։ Մենք ծնկի ենք գալի։ Հիմա մենք մոտենում ենք Հիսուսին, մենք երկրպագում ենք իրան։ Սա կոչվում է մոտենալ Հիսուսին։ Երբ որ դու երկրպագում ես, դու ավելի ես ուզում իրան ճանաչել։ Մոտենալ բառը իր մեջ պարունակում է ճանաչողության ակտ, սիրելիներ։ Մենք սկսում ենք իրան ճանաչել։ Բարձրացրա քո ձեռքերը Կարեն ու հիմա Հիսուս ստեղ ներկա է, մենք իրան երկրպագում ենք ու ավելի ենք ուզում իրան ճանաչենք։ Հիսուս, շնորհակալություն եմ հայտնում, որ դու առիթ ես տվել, որ ես քեզ ավելին ճանաչեմ, ավելին փափագեմ, ավելի քեզ մոտենամ։ Ու ես հիմա երկրպագելով մոտենում եմ քեզ, քո իրականության եմ մոտենում։ Ուզում եմ քեզ ավելի խորը ճանաչեմ, ուզում եմ քեզ ավելի խորը ընկալեմ, բացվի ինձ համար իմ երկնային Հայր, ես քո որդին եմ, դու իմ հայրն ես, քո խոսքը ասում է, որ ոչ ոք որդուն չի ճանաչում, եթե հայր չլինի, եւ ոչ ոք հորը չի ճանաչում, եթե որդի չլինի։ Շնորհակալ եմ, որ դու իմ հայրն ես եւ ես քո որդին եմ, ուզում եմ քեզ երկրպագեմ, ուզում եմ քեզ ճանաչեմ ավելին, Հիսուսի անունով, ամեն։ Հիմա բարձրացանք։ Դուք նկատեցիք մոտենալու ժամանակ մենք ոչ մի բան չխոսացինք, բայց հարցը կլուծվի։ Բայց երբ ալնելու։ Բայց ինչ ձևով ալնելու։ Դուք նկատեցիք այս բանը։ Երբ որ դուք մոտենում եք իրան, դուք երկրպագում եք իրան։ Երբ որ երկրպագում եք, ինքը ասում է լրացնել է ձեր բոլոր կարոտությունները։ Պետք է հավատանք ու վստահենք, նա լրացնելու է։ Այնքան հետաքրքիր է, որ ես մի քանի վաղ ցենց մտածմունքերի մեջ։ Շատ շնորհակալություն Կարեն, դու կարաս արդեն քո գիտար վերցնես,
Լսեք, ինքան ուժեղ էր, որ սենց մտքեր են գալի, ոնց ալնելու, սենց մտքեր ինչ որ հարցի շուրջ, մեկ էլ ասացի, ես հրաժարվում եմ անհանգստանալուց։ Իմ մեջ, չէ որ մեր մեջ է դա կատարվում։ Մենք կարանք ուրիշներին ցույց չտանք, բայց քո ներսում չէ որ դա դու գիտես այդ իրավիճակները։ Ու գիտեք ինքան հետաքրքիր է, որ հենց դու հակառակվում ես տրվելով իրան, այդ բանը գործում է։ Շատ արագ։ Մի տան մեջ ենք երեք։ Այնքան հետաքրքիր է, սկզբունքային բան ասեմ ձեզ։ Մենք իրար հետ աղոթք ենք անում։ Այդ ազդեցությունը այնքան ուժեղ էր, որ մեկ ուրիշ սենյակում այդ մարդը ճաշակում Աստծո ներկայությունը վերապրում է գալի իր վրա։ Որտեվ սկզբից չուզեցա, որ մենք ինչ-որ մի օգնություն անենք, բայց հետո դա դուր բացեց հրաշքի համար։ Մենք չենք նայում իրավիճակներին, մենք գործ ունենք ինչ-որ մեկի հետ։ Մեր հոգսը տալիս ենք Աստծուն, բայց այդ հոգսը հակառակվելու միջոցով պետքա տանք։ Մենք իշխանությանը տրվելով պետքա դա անենք։ Իշխանությունը գործում է, երբ որ դու հանձնվում ես, ենթարկվում ես իշխանությանը։ Ուրեմն, բերենք խոսքը ավարտին, հասցնենք այս կարևոր կետին։ Հիսուսը իր ամենանվիրական գանձն է բացում Նիկոդեմոսի համար։ Ու իր ամենանվիրական գանձը դա հոր սերն է մեր հանդեպ եւ մեր որդիական դիրքն է հոր հանդեպ։ Ու դա այն ամենաճոխ գանձն էր, որ Հիսուսը Նիկոդեմոսի հետ կիսվավ։ Այդ կոչվում է Աստված մարդ ամենաթանկ բաներից մեկը։ Մնացածը մարդ հարաբերության մեջ մենք շատ գործեր կանենք, բայց էսի ամենանվիրական գանձն է ու Տերը ուզում է, որ ես ու դու հիմա բարձրանանք ու իրան երկրպագենք ու շնորհակալություն հայտնենք։ Հավատում եմ, որ ինչ որ մի բան վերցեցիր քեզ համար։ Գիտեք, երբ որ Հիսուսը ասում է, որ Աստծո սերը փրված է Պողոսի միջոցով, ասում է նա, որ Աստծո սերը փրված է մեր սրտի մեջ։ Հիմա ստե հարց տամ, ով սեր ունի իր սրտում։ Բոլորը սեր ունեն։ Ով է մտածում, որ հələ ինքը պետք է ունենա այդ սերը որ տա։ Կա տենց ինչ որ մեկը, որ մտածում է, որ ինքը սեր չունի, հələ պետք է այդ սերը ունենա որ տա։ Այդպես չմտածեք։ Խնդրում եմ, Աստծուն մի էլ ասեք, Աստված ինձ սեր տուր, որ սիրեմ ուրիշներին։ Այդ աղոթն էլ ճիշտ աղոթ չի իր առաջին։ Մի արեք այդ աղոթներ։ Փորձեք այդ աղոթ չանեք, ինձ սեր տուր։ Այլ սենց արեք, ասեք Հիսուս, օգնի ինձ, որ ես այդ սերը արձակեմ ուրիշների նկատմամբ։ Ես որդի եմ ու քո սերը փրված է իմ սրտի մեջ։ Ես քեզանց սեր չեմ խնդրում իմ ներսում, որ սեր տաս ինձ մեկին սիրելու համար։ Ես քեզանց իմաստություն եմ խնդրում, ոնց այդ սերը արձակեմ ուրիշների հանդեպ։ Համաձայն եք։ Ուրեմն ստեղ բոլորը սեր ունեն։ Ահա, շատ լավ է։ Հիմա ով որ սեր ունի, թող իր երկու ձեռքերը բարձրացնի։ Շատ լավ է։ Ով սեր ունի, թող երկու ձեռքերը բարձրացնի։ Ով ոչ մի բան չունի, թող ոչ մի բան չբարձրացնի։ Բայց եթե դու ունես, խնդրում եմ բարձրացրա քո ձեռքը։ Հիմա հնազանդության պահա, քեզի ենթարկես իրան։ Բարձրացրա, մի ամաչի, հովո, բարձրացրա քո երկու ձեռքերը։ Դու էլ սեր ունես։ Ստե մեկը չգտնի, որ ձեռքերը չի բարձրացրե, որտեղ բոլորը սեր ունեք։ Եկեք հիմա Հիսուսին խնդրենք։ Օգնի ինձ, որ ես քո քաղցրությունը ցուցադրեմ ամենին։ Ասա ինձ այդ միասին, Հայր Աստված, շնորհակալ եմ, որ ամենաթանկագին բանը բացվել է ինձ համար, որ ես քո որդին եմ եւ դու իմ հայրն ես եւ քո սերը փրված է իմ սրտի մեջ քո Սուրբ Հոգու միջոցով։ Դա է պատճառը, ինչու ես ամոթով չեմ մնա, ինչու իմ հույսը ամոթով չի մնում, որովհետեւ ես որդի եմ։ Որդիները ամոթով չեն մնում, նրանք կյանք ունեն, կյանքից նրանք հարաբերություն ունեն ու ես շնորհակալ եմ, որ ես սեր ունեմ իմ մեջ։ Ես քեզանց մենակ մի իմաստություն եմ խնդրում, որ ես կարողանամ այդ սեր արձակեմ այն չափաբաժնով, ոչ թե ես եմ հասկանում, այլ ոնց որ դու ես ուզում, որտեվ ես գիտեմ քո սերը փրված է իմ մեջ, քո Սուրբ Հոգով, իսկ քո սերը անսահման հնարավորություն է բացում։ Օգնի, որ ես հանձնվեմ դրան, ենթարկվեմ դրան, ենթարկվեմ քո սիրո տիրապետող զորությանը եւ այդ սիրով հակազդեմ ամեն օտար բաներին եւ այդ օտար բաներին ինձանից հեռանան եւ ես քեզ ավելին ու ավելին մոտենամ, որ ավելի ու ավելի մեծ բաներ տեսնեմ, քո փառքը գովասանող, քո անունը տարածվող, օրհնում եմ քեզ ու փառաբանում եմ քեզ։ Հալելույա, հալելույա։ Եկեք երկրպագենք իրան, եկեք միասին ասենք, սրտանց սիրում եմ քեզ։ Եկեք երկրպագենք, ես խոսքերը
ասենք ինչպես խոստովանություն, որ սրտանց սիրում ենք հորը, սրտանց ասա, թող քո սրտից սրտանց վերաբերմունքը արձակվի։ Այս մի քանի ակնթարթը, այս մի քանի պահերը, եկեք իրականում երկրպագենք։ Մոռացի, հեսա մենք ավարտեցինք արդեն, բայց եկեք այս պահ օգտագործենք, ասենք որ սրտանց սիրում ենք իրան։ Հալելույա Հիսուս։ Սրտանց սիրում եմ քեզ Տեր Սրտանց սիրում եմ քեզ Աբա հայրիկ Սրտանց սիրում եմ քեզ Տեր Իմ սիրտը քոն է Հիսուս Սրտանց սիրում եմ քեզ Տեր Սրտանց սիրում եմ քեզ Աբա հայրիկ Սրտանց սիրում եմ քեզ Տեր Իմ սիրտը քոն է Հիսուս Սրտանց սիրում եմ քեզ Տեր Սրտանց սիրում եմ քեզ Աբա հայրիկ Սրտանց սիրում եմ քեզ Տեր Իմ սիրտը քոն է Հիսուս Սրտանց սիրում եմ քեզ Տեր Հալելույա, հալելույա։ Գիտեք, խնդրեմ որ վերցնենք հիմա ձեր ձեռքերը իրար հետ։ Եկեք վերցնենք այս մի ակտնել անենք իրար հետ։ Վերցեք իրար ձեռքերը։ Հալելույա։ Նայք, մենք ընտանիք ենք։ Ընտանիքի մեջ հոր սերն է։ Աստծո խոսքը ասում է, որ եթե մեկը հորը սիրում է, հորից ծնվածին էլ պետքա սիրի։ Թող մեր սերը այդ քաղցրությամբ ակտիվանա։ Հենց հիմա եկեք աղոթենք մեկս մյուսի համար, նաև աղոթենք մեր ընկերների համար, ովքեր պետքա հոր քաղցրությունը մեր միջոցով ճաշակեն ու ծանոթանան։ Ամեն։ Եկեք արձակենք այդ օգնությունը։ Ես հավատում եմ, սա զարմանալի արթնություն է ակտիվացնելու, եթե մենակ ես պահ ըմբռնեք, որ դու հոր քաղցրությունը պետքա հայտնես շատերի։ Էսի զորավոր շարժա բերելու։ Շատ ազգատոհներ են փրկվել, շատ մարդիկ են փրկվելու միանալու եկեղեցուն։ Դու այդ մարդկանցից մեկն ես, որ հոր քաղցրությունն ես ցույց տալու։ Հոր քաղցրությունը, դու դրա համար ես կանչվել, որտեվ հոր քաղցրությունն ու սերը որդիների միջոցով են բացվելու այս աշխարհին։ Ոչ մեկ ուրիշ կերպ, բայց որդիների միջոցով, ովքեր հավատում են, որ Հիսուսը մահացավ ու հարություն առավ եւ իրանց որդիական դիր շնորհեց։ Ո Սուրբ Աստված, մենք հենց հիմա աղոթում ենք մեկս մյուսի համար։ Խնդրում ենք, որ դու ծածկես մեզ քո հովանով, քո սիրով ու քաղցրությամբ, որ մենք մեկս մյուսի համար կանգնենք, մեկս մյուսի համար ձայն բարձրացնենք, ինչպես մարմնի մաս, ինչպես մարմնի անդամ, երբ որ մի տեղը ցավում է, ամբողջ մարմինն արձագանքում, որ այդպես էլ մենք բոլորս մեկս մյուսի համար այդտենց կանգնենք, աղոթենք, ձայն բարձրացնենք, հասնենք, բարձրացնենք եւ այդ ամենի հետ միասին քո քաղցրությունը ցուցադրենք կորած աշխարհին, որ շատ մարդիկ հայր երկնային քո քաղցրությունը ճաշակեն, այդ ամենանվիրական գանձը տեսնեն, ընկալեն այն մտերմիկ զրույցների միջոցով, որ մենք ունենանք մեր ամեն հարազատների հետ, մեր ամեն մեղավոր ընկերների ու ծանոթների հետ։ Խնդրում ենք, որ քո օգնությունն ու զորությունը դիպչի մեր շրջապատի մարդկանց, դիպչի մեր հարևաններին, դիպչի մեր շրջապատում գտնվող ընկերներին, հարազատներին, բարեկամներին, ծանոթներին կամ անծանոթներին։ Թող քո քաղցրությունը բացվի մեր յուրաքանչյուրիս միջոցով մեր շրջապատի մեջ Հիսուսի զորավոր անունով, թող քո քաղցրությամբ ողողվի ամեն մեկի սիրտը, ամեն մեկի համար, թե ներսում եւ թե դրսում Հիսուսի զորավոր անունով։ Ամեն։ Փառք Աստծուն։ Ամեն անգամ Աստված ուղարկում է իր խոսքը եւ բժշկում է մեր սրտերը։ Հիասքանչա, որ մենք կարող ենք լսել Աստծո խոսքերը։ Ուզում եմ խոսքս հատուկ ուղղեմ բոլոր նրանց, ովքեր առաջին անգամ դիտում են մեզ։ Հիսուս քեզ շատ սիրում է։ Նա ամեն բան դրել է զոհասեղանին, որ դու կյանք ունենաս այսօր եւ առավելին ունենաս։ Այս աշխարհում կա մեղք եւ մեղքը սպանում է մարդկանց, տանջանքի մեջ է բերում մարդկանց։ Ուզում եմ մի հատված քեզ համար ընթերցեմ Եսայիա մարգարեության 53-րդ գլխից։ Հավատում եմ, որ նա շատ օգտակար կլինի քեզ համար։ Ով հավատաց մեր լուրին
Եվ Տիրոջ բազուկը հայտնվեցավ, որտև նա մատաղատուղինքի պես դուրս եկավ նրա առաջին եւ արմատի պես ծարավոտ երկրից, ոչ կերպարանք ուներ, ոչ էլ վայելչություն, եւ մենք տեսանք նրան եւ մի տեսք չկար, որ նրան ախորժեինք, նա անարգված էր, մարդկանց երեսից ընկած, հարվածների տեր եւ ցավի տեղյակ եղավ, եւ մի այնպիսին, որից պետք էր երես ծածկել, անարգված էր եւ մենք նրան ոչինչ էինք համարում, հիրավի նա մեր ցավերը վեր առավ եւ մեր վիշտերը բեռնեց իր վրա, բայց մենք նրան պատոհարված էինք համարում, Աստվածանից զարկված եւ նկուն եղած, բայց նա մեր մեղքերի համար վիրավորվեցավ եւ մեր անօրենությունների համար հարվածվեցավ, մեր խաղաղության պատիժը նրա վրա եղավ եւ նրա վերքերով մենք բժշկվեցանք, մենք ամենքս մոլորվածների պես ման էինք գալիս, յուրաքանչյուրս մեր ճանապարհներում, եւ Տերը նրա վրա դրեց մեր ամենիս մեղքը։ Սիրելի բարեկամ, այսօր դու ունես հնարավորություն կյանքդ նվիրելու Հիսուսին։ Ու ես հավատում եմ, որ երբ որ այս աղոթքը դու ինձ հետ միասին կբարձրացնես, Հիսուսը կգա քո սրտի մեջ, կդառնա քո Տերը եւ Փրկիչը, եւ քեզ օգնություն կտա, փրկություն կտա, կյանք կտա։ Ուստի աղոթի այս աղոթքը ինձ հետ միասին։ Ամենակարող Աստված, ես խոստովանում եմ քո առջև, որ ես մեղավոր մարդ եմ ու քո ողորմության ու փրկության կարիքն ունեմ։ Խնդրում եմ Հիսուս, որ քո սուրբ արյունով մաքրես իմ բոլոր մեղքերը, իմ բոլոր չարությունները, որ ես արել եմ քո առաջին։ Քո սուրբ արյունով մաքրի եւ բնակվի իմ սրտի մեջ, դարձիր իմ կյանքի Տերը եւ իմ կյանքի Փրկիչը։ Հայր Աստված, շնորհակալություն եմ հայտնում, որ դու ընդունում ես ինձ մեղավորիս եւ որդի ես դարձնում քո արքայության մեջ։ Հիսուսի անունով ես հրատարակում եմ երկնքի առաջ, հանրության առաջ եւ դժոխքի առաջ, որ Հիսուս Քրիստոսը իմ կյանքի Տերն է եւ իմ կյանքի Փրկիչը։ Ամեն։ Եթե դուք այս աղոթքը արել եք, հավատացեք, որ Հիսուսը հիմա ձեր մեջ է, ձեր հետ է, ձեր թիկունքին կանգնած է, ձեր սրտի մեջ թագավորելու է, ձեզ պետք է գտնել մի եկեղեցի, տեղական եկեղեցի, որտեղ կարող եք տնկվել, հաստատվել եւ ձեր հարաբերությունը ինչպես ընտանիքի մարդ զարգացնեք, ճանաչեք եւ առաջխաղացում ունենաք։ Եվ շարունակեք Հիսուսին ճանաչել, նա սիրում է ձեզ։ Եղեք օրհնված։ Փառք Աստծուն։ Տերը հիասքանչ գործերը անում ու մեզ ընդգրկում այդ գործերի մեջ, մեզ մասնակից է դարձնում, ինչպես մենք կարող ենք մասնակից դառնալ ավետարանի գործին, մեր նվիրատվություններով եւ մեր ընծաներով։ Աստծո խոսքը ասում է, որ նա առատապես մատակարարում է մեզ յուրաքանչյուրից, որ մենք կարողանանք համ վայելենք, համ բավականություն ունենանք, բայց նաեւ ամեն բարի գործի համար նաեւ պատրաստ լինենք։ Ուզում եմ մի հատված ընթերցեմ ձեզ համար առաջին Տիմոթեոսի 6-րդ գլխի 17-րդ խոսքից։ Ներկա աշխարհի հարուստներին եւ բոլորին պատվեր է տրված, որ մեզանից յուրաքանչյուրս հույսներ չդնենք նյութական բաների վրա, այլ մեր հույսը կապենք Աստծո հետ։ Ու շարունակություն այսպես ասում, որ ամեն բան տալիս է մեզ առատապես վայելելու համար։ Բարի գործենք, բարի գործերով հարստանանք, առատաձեռնորեն նվիրատվություններով, օգնություններով, ընծաներով օգնություն լինենք ամեն կարոտին եւ ամեն մի գործին, որ ավետարանը բերում է այս աշխարհի մեջ։ Եվ այս ամենի մեջ Աստծո խոսքը ասում է, որ նրա մենք յուրաքանչյուրս մեր նվիրատվություններով մենք մասնակից ենք լինում հավիտենական փրկության գործին։ Ուստի կոչ եմ անում, որ ձեր նվերները եւ ձեր ընծաները դուք չպահեք ու հույսներ չդնեք դրա վրա, այլ աջակցեք, մասնակից լինեք եւ ամեն բարի գործի մեջ հաջողված լինեք։ Օրհնում եմ ձեզ եւ թող Տերը լրացնի ամեն կարոտություն, որ ունեք ձեր կյանքում, ձեր ցանկսի, ձեր հունցքի միջոցով։ Աստված օրհնի ձեզ եւ բարձրացնի ձեզ։ Եղեք շատ օրհնված։ Սիրելի բարեկամ, քո նվիրատվությունները կարող ես փոխանցել հետեւյալ հաշվեհամարին։ Աստված օրհնի քեզ։